Բարի երեկո, եթերում Հայլուրի գլխավոր թողարկումն է, նախ համառոտ այն մասին, ինչ կպատմենք մոտակա կես ժամվա ընթացքում։ Վաշինգտոնի գլխավոր բազեի օրը Երևանում, ինչ է իմացել Ջոն Բոլթոնը Փաշինյանի հաջողության գաղտնիքի մասին։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փակագծեր է բացում։ Եթե Փաշինյանի թիմը խորհրդարանական ընտրություններում հաղթի, Միացյալ Նահանգները որոշիչ քայլեր կձեռնարկի լուծելու Ղարաբաղի հարցը։ Կոռուպցիան արմատախիլ անելու համար այդ մասին հայտարարելը քիչ է։ Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արձագանքում է երկրորդ նախագահը։ Երևան Today-ի խուզարկությունն օրինական է, վերաքննիչը մերժել է կայքի փաստաբանների հայցը։ ԵԱՀԿ ներկայացուցչին վարչապետի պաշտոնակատարը հայտնել է մեր երկրում մամուլի աննախադեպ ազատության մասին։ Հունան Պողոսյանի դեմ ակցիաները չեն դադարում։ Սյունիքի մարզպետի դեմ գործ հարուցելու պահանջը վերաքննիչ է ասել։ Սեռական փոքրամասնությունների դեմ գաղտնի պայքարի կոչ վարչապետի պաշտոնակատարից։ Փաշինյանի համար հակաքարոզնել է քարոզ։ Եվ եղանակը ցրտում է, շնչառական վարակներն ավելանում։ Լավ տրամադրությամբ ու մարզական պատրաստվածությամբ ընդդեմ ցրտի։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների շահերից։ Երևանում լրագրողներին հայտնել է Թրամփի խորհրդականը։ Ջոն Բոլթոնը հստակեցրել է, որ բարդ լուծում պահանջող հարցին Միացյալ Նահանգները նոր առաջարկ չունի։ Լուծումը պետք է կողմերը գտնեն։ Բոլթոնին լսել է Վարդան Հովսեփյանը։ Վլադիմիր Պուտինի հետ Վաշինգտոնի գլխավոր բազեի հանդիպումը աննախադեպ լարված էր, Իլհամ Ալիևի հետ աշխատանքային, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ առավելապես ճանաչողական։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լրագրողների հետ ճեպազրույցում անկեղծացավ, որ Նիկոլ Փաշինյանից փորձել է պարզել նրա հաջողության գաղտնիքը։ Նա հրաժարվեց իմ առաջ բացել գաղտնիքը։ Միգուցե ընտրություններից հետո ամեն դեպքում ասի մեզ։ Ջոն Բոլթոնը վստահ է, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը մանդատ ստանա, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական եւ որոշիչ քայլեր ձեռնարկվեն։ Եթե պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես նման արձագանք լինի։ Թե Բաքվում եւ թե Երևանում դեսպան Բոլթոնը նույն նախադասությունն ասաց. ինքը չի եկել ամերիկյան քաղաքականությունում փոփոխություն ազդարարելու կամ լուծումներ առաջարկելու։ Բոլթոնի համոզմամբ Երևանն ու Բաքուն պետք է կարողանան աշխատել իրար հետ եւ փորձեն գտնել լուծումը։ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը բարդ է, հեշտ լիներ, արդեն վաղուց այդ հարցը կարգավորված կլիներ։ Ամերիկացի գործիչը կարծում է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանը ավելի է թեժացնում իրավիճակը, փաստացի բացառելով կարգավորումը բանակցությունների միջոցով։ Կողմերին զենքի վաճառքը անշուշտ չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա մեծ ազդեցության լծակ է տալիս Ռուսաստանին նրանց նկատմամբ եւ չի նպաստում խաղաղությանը։ Հայաստանից Սիրիային հումանիտար օգնությանը դեմ չեն։ Բոլթոնը հիշեցնում է, որ ամերիկացիները եւս մարդասիրական աջակցություն են ցուցաբերում սիրիացիներին։ Ցանկացած երկրի ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն 7-8 մարտնչող կողմ կա եւ այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը կարծում եմ սխալ է։ Ջոն Բոլթոնը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Միացյալ Նահանգների համար եւ Վաշինգտոնը պատրաստ է բազմակողմ աջակցություն ցուցաբերել Երևանին։ Վարդան Հովսեփյան, Հերիկ Սարգսյան, Հայլուր։ Դատապարտյալների հարազատները հավաքվել էին կառավարության դիմաց ու պահանջում էին վերանայել համաներման նախագիծը։ Հավաքվածներից շատերի կարծիքով գործադիրի այս նախագիծն աննախադեպ չէ։ Կառավարության շենքի մյուս մասում էլ ուրցաձորցիներն էին։ Բողոքները լսել է Թերեզա Կադաևչյանը։ Կոնկրետ այս նկարը տեսնելով սկեսուրի 4 տարի շարունակ ապրելով ինքը ոնց կարա առևանգված լինի։ Այս մարդը գնացել է հանգստանալու, ոնց կարա, սա ամուսինն է, սա տալն է, սա ինքն է, սա առևանգված է։ Այր ու կին ապրել են միասին 4 ամիս, հետո կինը որոշել է, որ իր կամքին հակառակ է հարս եկել ու որ դրա համար պետք է պատասխան տան ամուսինն ու նրա եղբայրները։ Սովորական կենցաղային հարցերի շուրջ ուղղակի ինքը չկարողացավ հարմարվել։ Այդքան բան, բայց չհարմարվելու համար 4 երիտասարդ չեն դատապարտվում։
4 ամսվա ամուսնությունը 4 տարվա դատական քաշքշուկի է վերածվել։ Եղբայրները կալանավորված են, հարազատները բողոքում են, բոլոր ատյաններով անցել են դատարանի անհիմն որոշումը չեն կարողանում փոխել։ Հույս ունեն, որ համաներմամբ տղաները կազատվեն կալանքից, բայց հոդվածը ներառված չէ նախագծում։ Պահանջում ենք, եթե արդարություն կա, եթե արդարության նախարար ունենք, ուրեմն պետք է անպայման համաներումը տարածվի նաև մեր հոդվածի վրա։ Մենք խնդրում ենք Երևանի 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներումը գործադիրը աննախադեպ որակեց։ Այդպես չէ, պնդում են մի շարք դատապարտյալների հարազատներ, կառավարությունից պահանջում են վերանայել նախագիծը եւ իսկապես այն աննախադեպ դարձնել։ Նախագիծ նայել եմ 266 հոդվածը չկա։ Աննախադեպ իրոք եղել է մի անգամ, երբ որ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ, իրոք աննախադեպ արել է ինքը։ Մենք հիմա չենք արդարացնում իրան, նախադեպ ունեցել ենք մենակ այդ ժամանակ, որ համարյա դռները բացեց հանեց բոլորին։ Համաներման նախագիծը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում։ Կառավարությունից պահանջ ունեն նաև ուրցաձորցիները։ Մեր գյուղը բաժանվել է երկու մասի։ Խոշորացված համայնքի գյուղապետի հրաժարականից հետո պետք է նշանակվեր մեկը, ով նախկինի կողմնակիցների սրտով կլիներ, այդպես էին պայմանավորվել, բայց Վերեցին ու նշանակեցին հենց այն ցուցարարների շրջանից մի մարդու, որը բոլորովին ես կասեի անտեղյակ է գյուղապետարանի աշխատանքներից, ճիշտ է, ես ասում են իրենք լսեցին վարչապետին, գյուղապետին հորդորեցին հրաժարական տալ, հետո նորից տեխնացություն առաջադրել։ Հիմա էլ թող վարչապետն իրենց լսի եւ ժամանակավոր գյուղապետ նշանակի գյուղի կառավարումից տեղյակ մեկին։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Պեկի 3 աշխատակցի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կաշառք պահանջելու և ստանալու համար։ Խոսքը 1 միլիոն դրամի շորթման մասին է, որ նրանք պահանջել էին մի ընկերությունում խախտումների վրա աչք փակելու դիմաց։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, կոմիտեում համակարգային կաշառակերություն չկա, պարզապես կան մարդիկ, որոնք չեն գիտակցել երկրում կատարված փոփոխությունը։ Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց առանձին դեպքերի առումով մենք պայքար ենք մղում։ Պաշտոնյաները նոր չեն նշանակվել, վաղուց աշխատողներ են, ուղղակի ռոտացիոն նշանակումներով վերանշանակվել են։ Երևանի պետական համալսարանը դատի կտա Դավիթ Սանասարյանին, եթե վերահսկողության ծառայության պետը փաստերով չապացուցի այսօրվա հայտարարածը։ Դավիթ Սանասարյանն ասել է, թե ԵՊՀ-ում 350 միլիոն դրամը գերազանցող չարաշահումներ կան։ Մայրբուհից տեղեկացնում են, որ հուլիսին սկսված ստուգումները դեռ չեն ավարտվել, մինչդեռ հիմա որևէ խախտում չի հայտնաբերվել։ Եթե Սանասարյանը փաստարկներ չհրապարակի, նշանակում է ցուցաբերել է քաղաքական անփորձություն եւ անթույլատրելի շտապողականություն։ Կարդում ենք ԵՊՀ հաղորդագրությունում։ Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել է, թե Հայաստանում կաշառակերությունը հաղթահարված է։ Երկրորդ նախագահի խոսքով ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ, պետք է հստակ քայլեր ձեռնարկել։ Մոտ կես տարվա աշխատանքից հետո կառավարությունը հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներում մենաշնորհներ չկան։ Երկրորդ նախագահը հիշեցնում է, սրանք ընդհանրապես հայտարարություններ են։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան, իսկ իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները Քոչարյանը համարում է հեռու իրականությունից։ Կոնկրետ Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ, մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար։ Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել եւ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել։ Ես գոհ եմ եղել։ Քոչարյանի խոսքով իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել, բայց ներդրողի համար հեղափոխությունը ոչ թե բրենդ է, այլ վտանգ։ Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով, սակայն ներդրողի համար հեղափոխությունը որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են։ Այսինքն հեղափոխությունը որպես բրենդ ամենից անհաջող բրենդն է ներդրումային գրավչության տեսանկյունից։ Երկրին ներդրումներ են պետք ու արդյունաբերություն, վստահ է երկրորդ նախագահը։ Նա հիշում է 90-ականները, երբ ժողովրդին փողոց անելով փակեցին ատոմակայանը, Նաիրիտը, Վանաձորի քիմիական համալիրը, Ալավերդու պղնձաձուլարանը։
Ինչ կատարվեց։ Փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները։ Այն ժամանակ մենք ինչ ստացանք։ Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք։ Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր եւ ժողովուրդն էր անում։ Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որևէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առջև չկանգնեց արածի համար։ Այնինչ Հայաստանի խորը անկումը մութ ու ցուրտ տարիները պայմանավորված էին հենց այդ քայլերով։ Քոչարյանի խոսքով շփոթմունք է կարծելը, թե բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը։ Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են հնայի մոտ 4%-ը։ Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին, եւ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն Սինոպսիսը, բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ, ու միթե մենք հետ ենք գնում դեպի 1989-90-ական թվականներ, երբ ասում էին ջերմուկ ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու։ Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ է տալիս պատմությունից դաս էր քաղել բարդ խնդիրներից խուսափելու համար։ Աղմկահարույց օրենքի նախագիծը, որ իրավունք կտա խորհրդարանի նախագահին չկայացած համարել նիստ է, եթե պատգամավորներն իրենց կամքից անկախ չկարողանան մասնակցել ԱԺ-նիստին, հասել է Սահմանադրական դատարան։ Դեռ հայտնի չէ դատարանի որոշման հրապարակման օրը։ Այս մասին Հայլուրին ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը։ Նրա խոսքով ընթացակարգի համաձայն 20 օրում դատարանը նախնական ուսումնասիրություն պետք է անի։ Ոչ ուշ քան 3 ամիս հետո պետք է որոշում կայացվի օրենքի սահմանադրականության մասով։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ըստ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի 3 տարի առաջ հանցագործություն է արել եւ պետք է դատապարտվի։ Անցած տարի է դիմել դատախազությանը, սակայն գործին ընթացք չի տրվել։ Իրավապաշտպանը պահանջում է, որպեսզի վերաքննիչ դատարանը պարտադրի դատախազությանը վերանայել որոշումը։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը պնդում է, տարիներ շարունակ խախտվել են իր իրավունքները։ Դեռ 2017-ին դիմել է դատախազություն, որպեսզի գործ հարուցվի նախկին փոխոստիկանապետ, այսօր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի դեմ։ Ասում եմ ու պնդում եմ, որ նա արել է հանցագործություն, թե գոնե մի թղթի մեջ ինքը կեղծ փաստաթղթերի վրա է հողում արել, հետին թվով փաստաթուղթ կազմվել։ Իրավապաշտպանը տարիներ շարունակ խոսել է տարբեր ապօրինությունների մասին։ Իրավապահ մարմինները փորձել են լրացնել իրեն։ Նրա խոսքով 2015-ին մի շարք փաստաթղթեր են կեղծվել, որպեսզի դատարանը բավարարի Հունան Պողոսյանի միջնորդությունը։ Պողոսյանը նրա բնակարանում ներքին դիտում է արել, գաղտնի ձայնագրել են եւ տանը, եւ դրսում։ Ինքը խախտել է իմ անմեղության կանխավարկածը, փաստաթղթի գրել եմ ու պարզել որ Մարինա Պողոսյանը հանցագործ է։ Հետո այլ որտեղից է ինքը պարզել։ Եթե դատարանը բավարարի միջնորդությունը եւ քրեական գործ հարուցվի Հունան Պողոսյանի դեմ, կարող է համարել, որ Հայաստանում դատական համակարգում նույնպես հեղափոխություն է եղել։ Եթե մենք հանցագործին բերում ենք ավելի բարձր պաշտոնի ենք կարգում, մենք ինչ ենք հիմա սովորացնում մարդկանց, որ հա հանցագործություն արեք, ոչինչ։ Մի օր մեկը կգա, ձեզ մի հատ ինդուլգենցիա նվեր կտա, կդառնա։ Մարինա Պողոսյանը վստահ է, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միանշանակ բավարարելու է իր դիմումը։ Եվրոպացիներին կդիմի, եթե այստեղ արդարություն չգտնի։ Իսկ առավոտյան վերաքննիչ դատարանում հետաձգվեց Պողոսյանին վերաբերող մեկ այլ նիստ։ Իրավապաշտպանը իր դեմ հարուցված քրեական գործով հաղթել է վերաքննիչում։ Դատախազությունն էլ վերաքննիչից պահանջում է վերանայել այդ որոշումը։ Կարնե Մանգասարյան, Հրանտ Բադունց, Հայլուր։ Դատարանը մերժել է Երևան Today առցանց հեռուստաընկերության հայցը։ Փաստաբանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել ոչ օբյեկտիվ վերաբերմունքի համար։ Կեսօրին վերաքննիչ դատարանում դռնփակ քննվել է Երևան Today-ի խուզարկելու օրինականությունը։ Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 27-ին է։ Երևան Today-ի խուզարկության գործը վերաքննիչ քրեական դատարանում է։ Կայքի փաստաբանը դռնփակ նիստից առաջ հայտնեց, որ խուզարկությունն արվել է ակնհայտ խախտումներով, առգրավվել է այնպիսի տեխնիկա, որը կապ չունի հարուցված քրեական գործի հետ։ Իբրև Երևան Today ընկերությունը այդ ՀԿՑ պետի եւ ԱԱՑ պետի խոսակցությունների գաղտնալսումը համացանցում հրապարակել է 2 օր առաջ։ Փաստաբանի խոսքով լրատվամիջոցի խուզարկությունից 1.5 ամիս անց դեռևս պարզված կամ ապացուցված չեն խուզարկության հիմքերը։ Տեխնիկական միջոցները վերադարձված չեն, խախտվում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը։
Գաղտնիքի սկզբունքն է խաթարվել, որը պաշտպանվում է մի շարքի միջազգային կոնվենցիաներով, այդ թվում նաև մեր սահմանադրական դատարանը շատ կարևոր որոշում ունի։ Բողոքարկման ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ ի վերջո մեր երկրում այս ապօրինի խուզարկություն կատարելու արատավոր երևույթը արմատախիլ է արվել։ Դատական նիստից մոտ կես ժամ անց փաստաբանը հայտարարում է. դատարանը մերժել է Երևան ԹԴ-ի առաջին բողոքը։ Արմեն Ֆերոյանը ժամանակ է խնդրել դատարանին բացարկ ներկայացնելու միջնորդության համար։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 27-ին է։ Հայկ Նավասարդյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի Հայաստանում մամուլի ազատության աստիճանն աննախադեպ բարձր մակարդակի է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ԵՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին։ Նա շեշտել է, որ գործող կառավարությունը որևէ լրատվամիջոցի չի վերահսկում։ Հարլեմ Դեզիրը կարևորել է Հայաստանում փոփոխությունների այս փուլը խոսքի ազատության պահպանման առումով։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ժողովրդավարություն, արդարություն եւ թափանցիկություն։ Հայտարարությունը տարածել են Ստրասբուրգում կոմիտեի նիստից հետո, որը նախագահում էին Արմեն Աշոտյանն ու Սաջադ Քարիմը։ Փաստաթղթով կոչ է արվում նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ներքաղաքական դաշտում լարվածության աճից։ Անդրադարձել են նաեւ Արցախյան հակամարտությանը։ Կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետևանքով մարդկային շարունակական կորուստների, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համար։ Կոմիտեն նաև ընդգծել է, որ ներկայիս ստատուս քվոն ընդունելի չէ։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ կատարել պայմանավորվածությունները։ Նախագահի հրամանագրով Սիրիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը, Իրաքում էլ մեր դեսպանը կլինի Հրաչյա Փոլադյանը։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը պնդում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուգջիի սպանությունը դիտավորություն է։ Պատվիրատուն ցանկացել է փչացնել Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Արքայազն անարդար ու ցավալի է համարել լրագրողի մահը։ Բեն Սալմանը խոսել է նաև իր հավակնոտ մտադրությունների մասին։ Վարդան Հովսեփյանն է պատմում։ Համաշխարհային առաջնորդներից սաուդցի լրագրողի սպանության մասին չէր խոսել թերևս միայն Սաուդյան Արաբիայի գահաժառանգը։ Հենց նրան են շատերը համարում Ջամալ Խաշուգջիի սպանության պատվիրատու։ Ռիադում անցկացվող ներդրումային ֆորումի ժամանակ Մուհամմեդ Բեն Սալմանը դեպքի առնչությամբ իր առաջին պաշտոնական հայտարարությունը արեց։ Դա ցավալի միջադեպ էր աշխարհում յուրաքանչյուր մարդու համար։ Դա նողկալի հանցագործություն էր, որին արդարացում չկա։ Արաբական աշխարհում առաջնորդի դերին հավակնող գահաժառանգը նաև հավակնոտ հայտարարություններ է արել, խոստանալով աշխարհի քաղաքական եւ քաղաքակրթական կենտրոնը հին աշխարհամասից տեղափոխել Մերձավոր Արևելք։ Ես հավատում եմ, որ նոր Եվրոպան լինելու է Մերձավոր Արևելքը։ Սաուդյան Արաբիան 5 տարուց լրիվ կերպարանափոխված կլինի։ Բահրեյնը, Քուվեյթը եւ նույնիսկ Կատարը, չնայած տնտեսություններում իրենց տարբերություններին, նույնպես կտրուկ կփոխվեն։ Դա վերաբերում է նաև Հորդանանին, Եգիպտոսին եւ Իրաքին։ Եթե առաջիկա 5 տարում մենք լավ աշխատենք, վերածնունդը տեղի կունենա այստեղ, Մերձավոր Արևելքում։ Գահաժառանգ Սալմանի խոսքով ինքն այլևս չի ցանկանում տարածաշրջանը տեսնել աշխարհի ծայրամասում եւ կյանքից չի հեռանալու մինչեւ Մերձավոր Արևելքը չդարձնի համաշխարհային գլխավոր քաղաքական կենտրոնը։ Վարդան Հովսեփյան, Հայլուր։ Ստամբուլում բռնկված 3 գործարանների հրդեհը մարվել է։ Կրակը բռնկվել էր Էսենյուրտ շրջանի ներկերի գործարանում, ապա հասել հարևան պլաստիկ շշերի ու տեքստիլի գործարանին։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Եվրոպան հրաժարվում է պլաստիկից։ Եվրոպադգամավորները պաշտպանել են մի օրինագիծ, որը 2021 թվականից կարգելի Եվրամիության տարածքում պոլիէթիլենային ապրանքների օգտագործումը։ Օրենսդրական փաթեթում նշվում է, որ Եվրոպայում մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերը ծովային աղբի 70%-ն են կազմում։ Ամբողջ աշխարհում պլաստիկը ծովային աղբի 80%-ն է։ Այս սարսափելի կադրերը ռոմանտիկ Բալի լողափից են։ Ջրասուզորդի բացահայտումը աղտոտված ջրերի մասին շոկի մեջ է գցել ցանցի օգտատերերին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ սեռական փոքրամասնությունների հակաքարոզչությունը դառնում է քարոզչություն, ինչը կարող է անուղղակի հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ։ Կառավարության նիստում քննարկել են մի խումբ падգամավորների նախագիծը, որով առաջարկում են երեխաների ֆիզիկական, մտավոր ու հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն պարունակող քարոզչությունն արգելել։ Գործադիրը նախագիծը մերժեց, քանի որ նման արգելք օրենքում արդեն կա, բայց մտահոգված են, որ համացանցի հասանելիության պայմաններում ամենախիստ օրենքն անգամ հետ չի պահում երեխաներին նման տեղեկություններից։ Փաշինյանն ասում է, սեռական փոքրամասնությունների եւ նման այլ դրսևորումների դեմ պայքարը պետք է գաղտնի ռեժիմով արվի։ Ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում, որովհետև մեկ էլ տանում ես ինչ որ սկսեցին խոսել այդ մասին, պայքարում են, այդ երեխաները հիմա այս լուրերով որ լսեն, այդ ում որ մենք չենք ուզում քարոզել, չեն ասելու նրանք ովքեր որ դեռևս տեղյակ չեն այդպիսի երեք չեն ասելու, այս ինչ է, այս ինչի դեմ են, այս մարդիկ սենց բանի մեջ հետևողականորեն պայքարում, օրենքի հետևից գնում, մերժում են, քննարկում են, քննադատում են, չկա սենց բան, ես սխալ եմ հասկանում ինչ որ բան։ Ակամա հետաքրքրություն է ստեղծում երեխաների մոտ։ Վերածնունդ երիտասարդական Ավանի շահառուները բացնամակ են գրել Նիկոլ Փաշինյանին։ Գործադիրի ղեկավարից խնդրում են ապահովել մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին սոցիալական ծրագրին առնվազն նախկինում հայտարարված պայմանները։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 6.9% է, մարմարժամկետը 30 տարի, վարկի առավելագույն չափը 25 միլիոն դրամ։ Շահառուն վճարելու էր կանխավճարի 3%։ Հարցի դրական լուծումից բացի երիտասարդ մասնագետներն ակնկալում են նաև, որ թյուրիմացություններից կամ կամայականություններից խուսափելու համար գործադիրի ղեկավարը հսկողության տակ պահի ծրագրի ընթացքը։ Ավանի ապագա բնակիչների մի խումբն էլ ցանկանում է հանդիպել վարչապետի հետ։ Կենտրոնական բանկը վերածնունդ Ավանի ծրագրի հետ որևէ կապ չունի։ Գլխավոր դրամատան հաղորդագրությունում նշված է, որ Կենտրոնական բանկը երբևէ չի ստորագրել որևէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի հետ կապված։ Բանկից նշում են, որ նախկինում երիտասարդ մասնագետներին հիփոթեկային վարկավորման ծրագրերն ունեցել են հստակ պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում շահառուները կարողացել են մասնակցել վարկավորման ծրագրին։ Կենտրոնական բանկից հիշեցնում են, առաջ հիփոթեկային շուկան չի ունեցել այսօրվա ծավալն ու առողջ մրցակցային միջավայրը։ Արդյունքում որոշել են երիտասարդ մասնագետների համար չնախագծել եւ չստեղծել առանձին ծրագիր, այլ կիրառել արդեն իսկ ձևավորված եւ փորձարկված արդյունավետ մեխանիզմը։ Այս տարի Հայաստանում 2 անգամ նվազել է գրիպի ու սուր շնչառական վարակների թիվը։ Պատճառն ըստ մասնագետների այն է, որ մեր երկրում ավելացել են գրիպի հայտնաբերման ու կանխարգելման միջոցառումները։ Անահիտ Հովհաննիսյանի անդրադարձը։ Ինչն է միավորում Walt Disney-ին, Գեորգի 5-րդ թագավորին եւ Ֆրանց Կաֆկային։ Նրանք բոլորը վարակվել են գրիպով եւ ողջ են։ 1918-ի գրիպի համաճարակից ավելի շատ մարդ է մահացել, քան առաջին համաշխարհային պատերազմում։ Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոն է։ Մեր երկրում այս տարի գրիպի վիրուսներ չկան, սուր շնչառական վարակների հարուցիչներ են։ Գրիպի համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ անգամ սուր շնչառական վարակների ամենացածր շեմից մենք գրեթե 1.8 անգամ ցածր հիվանդացության մակարդակ ունենք։ Բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը մարդկությանը։ Վարակների 80%-ը կենթանական ծագում ունեն։ Հիվանդությունը մարդկանց շրջանում կանխարգելելու համար անհրաժեշտ է պատվաստել վարակը տարածող կենդանիներին։ Թռչնաֆաբրիկաները սովորաբար իրանք են պատվաստումը կատարում, չեն դիմում պետական պատվաստանյութերին, իսկ մասնավոր տեղերում որ պահում են, յուղերում կա հաշվառում, կա համապատասխան պատվաստանյութի քանակ, որը հատկացվում է յուղերում եւ պատվաստումները կատարվում են։ Սննդի անվտանգության պետը 100%-ով վստահ չէ, որ բոլորն են պատվաստվում, բայց բողոքները չի ստացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի խոսքով Հայաստանը գրիպի հայտնաբերման գործում մեծ առաջընթաց ունի։ Հայաստանը մեծացրել է գրիպի հայտնաբերման կարողությունները եւ մեծ գործ է անում դրա կանխարգելման ուղղությամբ։ Մասնագետներն էլ վերապատրաստում են անցել գրիպի արդյունավետ բուժման համար։ Չնայած սեզոնը վտանգավոր է, մեր համակարգացիներից քչերն են կանխարգելիչ միջոցներին դիմում։ Չեմ անում ոչ մի բան, աշխատում եմ տակ պայեմ։ Ոչինչ չեմ անում։ Տակ չային խմում, այդ լիմոնով։ Բժիշկները պատրաստվում են համաճարակային իրավիճակի երկրորդ փուլին։ Այն կսկսվի ամանորից հետո։ Անահիտ Հովհաննիսյան, Արման Թովմասյան, Հայլուր։
Առավոտից սկսած ուժեղ քամին ու անձրևը կշարունակվի նաև վաղը, ողջ օրը։ Հոկտեմբերի 26-ից ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10, 27-ի գիշերը 6-ից 7 աստիճանով։ Մեծ Բրիտանիան Facebook-ին տուգանել է ավելի քան $500 միլիարդ։ Պատճառն այն է, որ սոցիալական ցանցը 2007-ից 14 թվականներին անօրինական հավելված մշակողներին է տրամադրել օգտատերերի տվյալները։ Երևանը տեխնոքաղաք։ Enterprise Times-ը հրապարակել է տեխնոկարիերայի ամենահարմար քաղաքների տասնյակը։ Մեր մայրաքաղաքը 4-րդ տեղում է, զիջում է միայն Սան Ֆրանցիսկոյին, Նյու Յորքին եւ Օստինին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 2025 թվականին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատվի, դառնալով 30,000։ Սա պայմանավորված է տեխնոհատվածում աճող նորարարություններով։ Այս ոլորտը տարեկան 20%-ով աճում է։ Ըստ հոդվածի հեղինակի Երևանն այլ առավելություններ էլ ունի, օրինակ ապրելն էժան է, հանցագործությունները քիչ, մշակույթն էլ հարուստ։ Հիմնական խոսակցական լեզուները հայերենն ու ռուսերենն են, անգլերենն էլ տարածվում է։ Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ռեկորդ է սահմանել եւ ոսկե մեդալ նվաճել։ Հայ ծանրորդը 176 կիլոգրամ պոկել, հրել է 193 կիլոգրամ։ Երկամարտում նրա հավաքած կիլոգրամներն ամենածանրն են 369 կիլոգրամ։ Արդյունքով նա կանգնել է պատվավոր հարթակի ամենաբարձր աստիճանին։ Հայկական ծանրամարտի նորեկներն ավելի խոստումնալից են, կարծում է մեր պատանեկան թիմի գլխավոր մարդ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն եւ բարի գիշեր։